Մենք խոսում ենք Աստվածաշնչի ամենադժվար աղոթքի մասին։ Ամենադժվար աղոթքը, ես այլ աղոթք չեմ կարողանում գտնել։ Սուրբ գրքում մենք ունենք բազմաթիվ գեղեցիկ աղոթքներ, հավատով տղամարդկանց և կանանց կողմից, ովքեր իրենց աղոթքներով մեզ շատ բան են սովորեցրել։ Ես կարող էի այստեղ խոսել Մովսեսի աղոթքի, Դավթի աղոթքի, Աննայի աղոթքի մասին, ես կարող էի խոսել Եղիայի, Երեմիայի աղոթքների մասին։ Մի խոսքով, Սուրբ գրքում այնքան շատ աղոթքներ կան, որոնք բոլորն էլ արժանի են, բոլորն էլ հավատի մեծ դասեր և լավ օրինակներ են մեզ համար։ Սակայն ես երբեք չեմ գտել և չեմ հավատում, որ Աստվածաշնչում գոյություն ունի մի աղոթք, որն ավելի դժվար լինի անել, քան այն աղոթքը, որ Տեր Հիսուսն արեց Գեթսեմանիում, երբ նա ասաց այս խոսքերը. «Թող ոչ թե իմ կամքը լինի, այլ քոնը»։ Ինչու է սա Աստվածաշնչի ամենադժվար աղոթքը։ Որովհետև այն վերաբերվում է մարդկային մեծագույն խնդրին՝ Եսին։ Երբ Հիսուսն ասաց. «Թող ոչ թե իմ կամքը լինի, այլ քոնը», նա իսկապես հարվածեց մարդկային խնդրի բուն էությանը։ Մարդկային խնդիրը Եսն է։ Մեր ցանկությունը, մեր էգոն։ Երբ մենք լսում ենք մեր կամքին, և մեր կամքն ավելի բարձր ենք դասում, քան նույնիսկ Աստծո կամքը, բնականաբար մարդն արդեն այսպիսին է։ Մանկուց երեխան, երբ չի ստանում այն, ինչ ուզում է, ի՞նչ է անում։ Նա լաց է լինում։ Ինչու է նա լաց լինում։ Նա լաց է լինում, որպեսզի ուշադրությունը հրավիրի իր կողմը և կարիքի վրա, և շատ ծնողներ նույնիսկ չեն կարողանում ոչ ասել իրենց զավակներին, ու վերջում բավարարում են երեխայի բոլոր լացերը, կամակորությունները, բոլոր ցանկությունները։ Իսկ դուք գիտե՞ք, թե սովորաբար ինչ է պատահում, երբ ծնողը կատարում է զավակի բոլոր ցանկությունները։ Սովորաբար լինում է այնպես, որ նա մեծանում է ոչ թե զավակ, այլ մի հրեշ։ Մի հրեշ, որովհետև այն զավակը, ով չգիտի ոչ լսելը, այն զավակը, ով չգիտի վերահսկել իր սեփական ցանկություններն ու կամքը, հարգել պահը, ժամանակը, դիմացինի կամքը, սեփական ազատության սահմանները, հարգել դիմացինի ազատությունը և այլն, նա հասարակության մեջ պիտանի քաղաքացի չի լինելու, նա խնդիր է դառնալու։ Եվ այսօր մեր հասարակության խնդիրներով լի լինելու պատճառներից մեկը հենց դա է։ Զավակներ, երեխաներ, ովքեր դեռ մանկուց ու երիտասարդ տարիքից չեն ընդունել ծնողի ոճը, ուստի ուզում են անել այն ամենը, ինչ ցանկանում են։ Եվ այդժամ աշխարհը վերածվում է այս քահոսին, որում մենք այսօր ապրում ենք։ Այսինքն՝ զսպվածության, ինքնատիրապետման, սեփական անձը կառավարելու, դիմացինի ունեցվածքը հարգելու գաղափարը կորչում է։ Դա այսօր արդեն գրեթե հազվադեպ երևույթ է։ Մարդիկ ուզում են միայն գիտենալ իրենցը, իրենց կամքը։ Եվ սա մարդկային մեծագույն խնդիրն է՝ եսը։ Ուստի, երբ Հիսուսն աղոթեց այդ խոսքերով, ոչ թե իմ կամքը լինի, այլ քոնը, նա իսկապես բացահայտեց, հստակ ի ցույց դրեց մարդկության էության խնդիրը։ Սա վերաբերում է բոլոր մարդկանց, առանց բացառության։ Բոլոր մարդկանց, առանց բացառության, առանց բացառության։ Եթե նույնիսկ Տեր Հիսուսն ունեցավ հակասություն իր եսի միջև, որովհետև նա այստեղ էր իր մարմնով և արյունով։ Ուրեմն, եթե նա լինելով մարդ, ունեցավ հակասություն հոր կամքի հետ, բնականաբար նա տեղի տվեց, բայց հակասությունը գոյություն ուներ, որովհետև նա հենց այդ հակասության պատճառով արեց այդ աղոթքը։ Պատկերացրեք մնացածին։ Պատկերացրեք նրանց, ովքեր շատ ավելի ցածր են Տեր Հիսուսի բնավորությունից, ամբողջականությունից և կատարելությունից։ Մենք բոլորս մեր սեփական կամքի, մեր սեփական եսի զոհերն ենք։ Եվ սա մեր ներսի մեծագույն թշնամին է։ Սատանայի մեծագույն բարեկամը մեր եսն է։ Եվ մեր մեծագույն թշնամին Սատանայի հետ մեկտեղ մեր եսն է։ Դա եսն է, անձնական ցանկությունը։ Այսպիսով, այս աղոթքը մեզ այնքան բան ունի սովորեցնելու, և այն նույնիսկ բացատրում է չպատասխանված աղոթքների պատճառը։ Աստվածաշունչը խոսում է չպատասխանված աղոթքների մասին, և մենք հասկանում ենք, որ խստորեն խոսելով, չպատասխանված աղոթք գոյություն չունի։
Որովհետև երբ դուք աղոթում եք, միշտ Աստծուց պատասխան եք ստանալու։ Կամ այդ պատասխանը կլինի այո, եւ ձեր խնդրանքը կկատարվի, կամ այն կլինի ոչ, որը նույնպես պատասխան է։ Ձեր խնդրանքը չի կատարվել, բայց դուք պատասխան ստացել եք։ Պատասխանը ոչն է։ Ինչպես նաև օրինակներ ունենք Աստվածաշնչում։ Հիսուսը 3 ոչ ստացավ Աստծուց Գեթսեմանի իր աղոթքում։ Պողոսը նույնպես 3 ոչ ստացավ Աստծուց, երբ խնդրում էր Աստծուն հեռացնել խայթոցները իր մարմնից։ Մովսեսն առնվազն 2 ոչ ստացավ Աստծուց, եւ Դավիթը նույնպես, երբ աղոթում եւ ծոմ էր պահում իր հիվանդացած որդու կյանքի համար, իր նորածին որդու համար։ 7 օր շարունակ նա աղոթեց, ծոմ պահեց, աղաղակեց եւ Աստծուց ոչ ստացավ, եւ նրա որդին մահացավ։ Այսպիսով, Աստծո ոչը նույնպես պատասխան է։ Հաճախ մենք մտածում ենք. ահ, Աստված ինձ չպատասխանեց։ Խնդիրն այն չէ, որ Աստված չի պատասխանել, նա պատասխանել է։ Պարզապես պատասխանը եղել է ոչ։ Ուրեմն պատասխանը կամ կլինի այո, կամ կլինի ոչ, կամ էլ կլինի ոչ հիմա, առայժմ ոչ։ Աստված միշտ չէ, որ կատարելու է մեր խնդրանքն այն պահին, երբ մենք ենք ուզում։ Գուցե այն, ինչ որ խնդրում ենք, մի օր դեռ կկատարվի, բայց դեռ ժամանակը չէ։ Ահա սրանք են Աստծո պատասխանները, եւ հաճախ մենք չենք հաշտվում Աստծո ոչի հետ, որովհետեւ չենք ընդունում նրա կամքը։ Մենք ուզում ենք մերը պարտադրել նրան։ Այն, ինչ ես եմ ուզում, դա է։ Եթե դու ինձ չտաս, դու չար ես, դու անարդար ես։ Դու ինձ չես սիրում, ես այլևս քեզ չեմ ծառայի, այլևս սա չեմ անի, չեմ աղոթի, Աստվածաշունչ չեմ կարդա, եկեղեցի չեմ գնա։ Մենք ուզում ենք շանտաժի ենթարկել Աստծուն։ Ուզում ենք մեր կամքը պարտադրել Աստծուն, որ նա պատասխանի այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Դժբախտաբար, սա է իրականությունը։ Ուստի Հիսուսը մի անգամ ասաց. «Որովհետև ես երկնքից իջա ոչ թե իմ կամքն անելու համար, այլ նրա կամքը, ով ինձ ուղարկեց»։ Տեսեք առաքելության զգացումը, տեսեք Տեր Հիսուսի ընկալումը։ Նա եկավ այս աշխարհ ոչ թե վայելելու, զբոսնելու կամ տեսնելու, թե ինչպես է այստեղ, փորձ ձեռք բերելու համար։ Նա չեկավ այստեղ իր կարծիքն արտահայտելու համար։ Նա ասաց. «Ես եկել եմ անելու նրա կամքը, ով ինձ ուղարկեց»։ Մարդը սա շատ լավ է հասկանում։ Երբ մի մարդ աշխատում է որևէ ընկերության համար, ընկերությունն ուղարկում է նրան այցելելու մի այլ ընկերություն, որտեղ երկու ընկերությունների միջև գործարքներ կան։ Ղեկավարն ասում է. «Դու կգնաս այսինչ հաճախորդի մոտ եւ գործարքը կանես այսպես եւ այսպես։ Սրանք են պայմանները։ Այս պայմանների շրջանակներում մենք կարող ենք ընդունել եւ փակել գործարքը։ Դրանից դուրս գործարք չկա։ Այսպիսով, այդ ընկերության աշխատակիցն ուղարկվում է մյուս ընկերություն եւ բանակցություններ է վարում։ Սակայն բանակցությունների ընթացքում նա ունի սահմաններ, իրեն ուղարկած ընկերության սահմանները։ Այսպիսով նա չի կարող գնալ այնտեղ ու անել այն, ինչ ինքն է կարծում։ Ես կփակեմ գործարքը, նույնիսկ եթե դա հակասում է իմ ընկերության ուզածին։ Ոչ, եթե նա դա անի, նրան աշխատանքից կհեռացնեն։ Նա դա գիտի։ Ուստի նա գնում է այնտեղ անելու նրա կամքը, ով իրեն ուղարկել է, իր ընկերության կամքը։ Նույնն է նաև երկրի դեսպանը կամ դիվանագետը։ Բոլոր նրանք, ովքեր հրամաններ են ստանում, հասկանում են, որ պետք է հնազանդվեն նրանց հրամաններին, ովքեր իրենց ուղարկել են։ Հիմա մենք սա հասկանում ենք, երբ խոսքը վերաբերում է սեփական աշխատանքը պաշտպանելուն, մեր սեփական եկամուտը պաշտպանելուն։ Բայց երբ հարցը վերաբերվում է Աստծո կամքն անելուն, այդժամ մենք ուզում ենք սակարկել։ Այդժամ մենք ուզում ենք ասել. ոչ, բայց եթե լավ մտածենք, ես կարծում եմ, այսպես կամ այնպես ավելի լավ է։ Եվ այլն։ Բայց այդպես չէ։
Նույնիսկ Հիսուսը չեկավ աշխարհ սեփական կամքն անելու համար։ Աստծո որդին չեկավ աշխարհ իր սեփական կամքն անելու համար, այլ հոր կամքը։ Այսինքն նա եղավ հոր կամքին հնազանդվելու լավագույն օրինակը։ Նա եղավ հակաթույն այն թույնի, որն ապրում է մեր ներսում։ Այն թշնամու, որն ապրում է մեր ներսում և կոչվում է ես։ Նա եղավ հակաթույն չեզոքացնելու եսի վտանգները։ Ուստի, երբ դուք ընդունում եք Տեր Հիսուսի այս օրինակը և ասում եք. «Ես հասկանում եմ, որ չեմ կարող ապրել ըստ այն ամենի, ինչ ես եմ ուզում, այլ ըստ այն ամենի, ինչ Աստված է ուզում», սա է, որ ես կբերեմ իմ կյանք։ Այսպես եմ ապրելու, փնտրելով Աստծո կամքը։ Եթե դուք սա հասկանում եք, ապա զրահապատվում եք ձեր ներսում գտնվող ես կոչվող թշնամուց։ Դուք զրահապատվում եք։ Եվ այդժամ դուք այլևս չեք ունենա չպատասխանված աղոթքի խնդիրը, որովհետև դուք միշտ կփորձեք համապատասխանեցնել ձեր կամքը, ձեր խնդրանքները Աստծո կամքին։ Եվ ես եզրափակում եմ Հովհաննեսի առաջին նամակի 5-րդ գլխի 14-րդ խոսքով, որն ասում է. «Եվ սա է այն վստահությունը, որ մենք ունենք նրա հանդեպ, որ եթե նրա կամքի համաձայն որևէ բան խնդրենք, նա լսում է մեզ»։ Այսինքն, երբ մենք խնդրում ենք մի բան ըստ մեր կամքի, որը հակառակ է նրա կամքին, կարող եք վստահ լինել, որ պատասխանը կլինի ոչ։ Եթե այսօրվա տեսանյութը ձեզ օգնեց, և դուք ճանաչում եք մեկին, ում այս ուղերձը կօգնի, փոխանցեք այն։ Մինչ նոր հանդիպում։